Eşyası mı var? Aynen. Bunun eşyası mı yok şimdi?
koruptiv, fără găzărie bazmațe rani, i cabuciun, e micobuciun meraz.
Եվ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա ավարտ կգտնի։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ի Հայաստան, Արցախ և Սուրս։ Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո հարաբանում ենք հարության փրկչին ասելով Քրիստոս հայրավի մեռելոց։ Հարցումը Քրիստոսի։ Օգտավարում ենք հրաշափառ հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, ով աստվածային անսահման սիրով իր փրկagorցությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս խրեց անհուսության խավարը, հարության շնորհ պարգևեց մարդկանց, նաև զորացրեց երկնային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղտերից ու ավերվածություններից։ Քրիստոսի խաչելությունից մինչև օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները, արհավիրքներ են բերում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի լողությունների հանդիման արդարև նոր պաշտոնայությամբ հնչում Քրիստոսի խոսքը, երբ մարդու որդին գա,
արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ 21-րդ դարը սիրելի բարեբաժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արդյունապատմության, պաշտպանության, միջազգային նորմերով ու օրենքներով։ Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողոքոթաներում, նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գանվում, անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։ Մենք ևս անցանք 44-օրյա պատերազմի Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող վտանգելի երևույթների հանդիման մեր սրտերում կրելով չամոքվող ցավը, մեր նահատակ անհայտ կորած ու վիրավոր զավակների ականատես ենք նաև ցավալի այն իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարում մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը, որը մեծապես կարևոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։ Մեր կյանքում տեղ գտած նմանօրինակ ընթացքները, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավելի են ծանրացնում կրած վշտի ու կորուստների ցավը։ Եվ այսպիսի իրադրության մեջ ամենքիս համար առավել կրկնությամբ հնչում Քրիստոսի հարցադրումն ու հանդիմանությունը, երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Ուր է ձեր հավատը։ Իրավի և պետական և հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը դադարում են լինել առանցքը ձեռնարկումների ու իրագործությունների, շարունակելու ենք առերեսվել պիղատոսականության դրսևորումների։ Փարիսեցիական խարդավանքները շարունակվելու են, քանի որ դեռ ինախնդրության և իշաչարության մղումով սփռվում են սրբարտանքն ու անիրավությունը։ Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը։ Մինչդեռ պետություն, հասարակություն և ընտանիք ամուր ու զորեղ են և խարսվում են աստվածադիր պատգամների անանց արժեքների վրա, որոնք բարության ուղենիշ են և առաջնորդում են երկնային զորակցությամբ արդյունավորելու ջանքերը ի խնդիր ժողովրդի ապահովության, առաջընթացի ու բարգավաճման։ Սիրելիներ, հավատքը հաղթանակ է փորձությունների դեմ, որին բնորոշ չէ վախի, հուսահատության, անկումի ոգին, աղետաբեր դատապարտելի աշխատողականությունը։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ մենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ առավիճներ, վերակերտել մեր անկախ պետականությունը և ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից կառուցելու լուսավոր ապագա։ Ազգովի վերանորոգենք մեր հավատը, մեր փրկչի հրաշափառ հարության տոնախմբությամբ և մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը և կերտենք հարության նոր իրականություն Քրիստոսի հետ։ Այս մաղթանքով և ի Քրիստոս հայրավի մեռելով ծավետիսով և հայրական մեր ողջունն ենք հղում մեր սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին,
Նորին Սուրբ Օծություն Տեր Արամ, առաջին մեծիտան Անգիլիոս Գեորգ-կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանին, ամենայն բայրած մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր եկեղեցիների հոգևոր պետերին, այցելով ամենակալ Աստծո զորակությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական մեր սերն ու օրհնություն ենք տվում մեր Սուրբ եկեղեցու ողջ հոգևոր դասին եւ հավատավոր մեր ժողովրդին, ի հայրենիս եւ իսպյուրս։ Սուրբ Հարության այս լուսաշող օրը մեր աղոթն ենք վերառակում արբարձյալ Աստված եւ խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորով շնորհերով փոխարկերպի ու բարեզարդվի աշխարհը եւ մարդկությունը երկնային զորակցությամբ առնի տառապանքներից ու նեղություններից հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում փրկչից հաստատապես Արցախի մեր զավակների համար, որպեսզի խիզախ անկոտրում լինեն ոգով եւ Արցախում բնորոշ ամուր եւ անհոգդող կամքով հաղթարեն իրենց առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող Հարության Փրկիչը իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պայի հայրենի մեր երկրի Հայաստանի ու Արցախի վրա եւ իր Սուրբ Աչիովան ներքո ապահովության ու բարության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին իսպյուրս աշխարհի այսօր եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։ Քրիստոս հայրապետը Քրիստոսի մեծ եւ ձեզ մեր արքից Երկու մեզ համարձակազայն բարբարով բանալս վերանս մեր կատարս քեզ երկնավորը հայ երկեր եւ ասել Amen.